Սատանան արդեն ստացել էր իր դատավճիռը եւ ամենաերկնքի բարձր տեղից, որտեղ սերովբեներ եւ քերոբեներն են, նա արդեն ցած էր նետվել եւ գահավիժում էր դեպի գեհեն, դեպի դժոխքի անդունդը, երբ ապշեց տեսնելով մարդուն եւ կարճեց, Աստված թույլ տվեց, որ նա մի պահ կարճի դրախտի ծառին, որովհետև նա դիտում էր հմայված Ադամին, չէր հասկանում, կարծում էր, թե Աստված է, ինչ երկրորդ Աստված եղավ ուրեմն, եւ նախանձից վառվում էր, եւ անմիջապես իր օծի խելքով հասկացավ ինչ պետք է անել, որովհետև ինքը արդեն գիտի, որ մարդը արարածը, Աստծո արարածը զրկվում է Աստծուց, երբ որ նա չի ենթարկվում Աստծուն։ Եվ նա ստիպեց, խաբեց այդ Ադամին եւ իր կնոջը, փաստորեն ցույց տրվեց, որ այս կատարյալ էակը ազատ կամքով կատարյալ չէ։ Եվ ինչ եղավ հետո։ Երկրի անապատը չոր, անմարդաբնակ, սարսափել է, եթե պատկերացնում ենք դա, եւ Ադամը եւ Եվան այնտեղ մենակ։ Եվ ասում են, Ադամը այնպես էր հեկեկում, որ ամբողջ երկրագունդը իր հեկեկուցից շարժվում էր։ Կորցրել էին Աստծուն։ Հետո ինչ եղավ։ Հայտնի այս բենեդիկտյան մի վանական, ում հետ Աստված խոսել է եւ ասել է, ես ուզում եմ, որ մարդը հասկանա իմ սերը դեպի իրեն։ Իմ սերը անսահման է եւ դժվար թե այն Սամանափակ ձեր միտքն անկալի, բայց եթե դու գերված ես թշնամուց, ես այստեղ եմ ինքս ինձ տալու, որպես պատանդ, ամեն գնով եւ քեզ ազատելու, եթե դու դատապարտված ես մահվան, քո կատարած ոչիրների համար, Եթե այստեղ եմ հայտնվելու եւ ասելու ինքը չի արել, ես եմ արել, ինձ կախաղան հանեք։ Եթե այստեղ եմ ստուկի նման ծառայելու քեզ ամեն վարքյան ամեն ինչով։ Ես այստեղ եմ։ Եթե դու քաղցած ես ու սովից մեռնում ես, այստեղ եմ, որ կտրտեն ինձ կտոր եւ դնեմ քո առաջ, որպեսզի դու սնվես իմ մսով։ Այսպես է Աստված սիրում մարդուն եւ մարդը այս սիրող Աստծուն խաչեց։ Իսկ ավելի եթե Սատանան հիանում էր մարդու գեղեցկության, որ աստվածային գեղեցկություն էր, ահա մարդը Աստծո հիացավ եւ խաչեց նրան։ Դա նույնպես նշանակում էր խաչողների կողմից ասվածը, որ ես քեզնից ավելի Աստված եմ, որտեղ կարող եմ քեզ խաչել եւ սպանել։ Բայց ինչպես տեսանք, դա չհաջողվեց։ Երկրորդ դավադրությունը Սատանայի եւ մարդու չարության ձախողվեց։ Քրիստոս հարություն առավ։ Ահա սիրելիներս, այս խորհրդատությամբ մտնենք արդեն ավագ շաբաթ եւ կիսենք Աստծո ցավը մեր սրտի մեջ, մարդկության ապերախտությունը եւ մանավանդ հասկանանք, ինչպես ասվել է այդ բանականին, Աստծո սիրու անսահման մեծությունը առ մեզ, ինչով պիտի դրան փոխհատուցենք, ես չգիտեմ,
Ես ունեմ միայն մի բան, իմ արցունքները,